International TV-ի եթերում ամերիկյան երեկոյան լրահոսն է, ձեզ հետ Էմականն է, բարև ձեզ։ Ինչ է տեղի ունեցել հունվարի 26-ին ԱՄՆ-ում, ծանոթանանք միասին։ Մեքսիկոյի կառավարությունը ԱՄՆ-ին է փոխանցել խիստ վտանգավոր հանցագործների։ Բողոքներ IRS-ի աշխատակիցների դեմ, մարդիկ խիստ անհանգիստ են։ Կալիֆոռնիայում ֆուր մեքենաների վարորդների խիստ ստուգումներ են սկսվել։ Ամերիկացիները արդեն սկսել են տանից դուրս գալուց առաջնահերթ իրենց հետ վերցնել անձնագրերը։ Ռուսաստանում ձերբակալել են ԱՄՆ-ի քաղաքացու հակազինվորական դիրքորոշումների պատճառով։ IRS-ի աշխատակիցները առանց ներկայանալու համապատասխան փաստաթղթի դռներ են ծեծում։ Ըստ ԱՄՆ-ի օրենսդրության կետի IRS-ի աշխատակիցները այդ իրավունքն ունեն։ Եթե բնակիչը չի բացում դուռը, նրանք իրավունք ունեն նույնիսկ ջարդել, ներս մտնել։ Նոր օրենք ֆուր մեքենաների վարորդների համար։ Նախագահ Դոնալդ Թրամփը նոր օրենք է հաստատել, ըստ որի ֆուր մեքենաների վարորդները պետք է անպայմանորեն տիրապետեն անգլերեն լեզվին միջին մակարդակով։ Սկսվել են խիստ ստուգումներ։ Այն անձիկ, ովքեր չեն տիրապետում միջին մակարդակով անգլերեն լեզվի, կզրկվեն աշխատանքից, ինչպես նաև վարորդական իրավունքից։ Ըստ վերջին իրականացված սոցիոլոգիական հարցումների, օր-օրի շատանում են այն ամերիկացիները, ովքեր տնից դուրս գալուց պարտադիր վերցնում են անձնագրերը։ Պատճառը էմիգրացիոն ստուգումներն են։ Ըստ մասնագետների, սա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ի քաղաքացիների մեջ ևս խուճապ կա։ Օրվա պոզիտիվ լուրը բնապահպանների հաղթանակից։ Ամազոնի անձրևային անտառներում խայթող մեղուները դարձել են աշխարհում առաջին միջատները, ովքեր ձեռք են բերել օրինական իրավունքներ։ Դե ինչ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք վաղը, մնացեք խաղաղությամբ, ցտեսություն։